Բարև սիրելիներս, այսօր ես ցույց կտամ, թե ինչպես եմ դասավորում իմ սենյակի դարակը, ընդհանրապես իմ սենյակը։ Հիմա կախիչի վրայից կհավաքեմ շորերը, խնդրում եմ նյարդերից թույլ մարդիկ չնայեն այս տեսանյութը։ Իմ սենյակը ռումբ է գցած ու այդ ռումբը ես կարող եմ ասել քանի րոպեում է ընկել։ Ռումբը տևել է 5 րոպե ու իմ ճուտիկն է այս ռումբի հեղինակը։ Ու համարյա ամեն առավոտ իմ սենյակը այս տեսքն է ունենում ու ամեն երեկո առավոտյան արթնանում ենք, հավաքում եմ, իջնում ենք առաջին հարկ ու պարզա խաղեր ենք սկսում երեկոյան ու նորից այս նույն տեսքն է ստացվում մեզ մոտ։ Հիմա կհանեմ վարագույրը, որպեսզի լվանա։ Այս իմ ճուտիկի ուլտրաձայնային հետազոտության նկարն է, որտեղ որ գինեկոլոգը գրել էր իր սեռը ու դրել էր ծրարի մեջ, ոչ միայն գրել էր, այլ նաև սլաքով հաստատել էր։ Ողջ պահարանը քանդել էի ու նորից դասավորել էի, չհաշված նրան, որ ես 2 ամիս առաջ էի պահարանը դասավորել, բայց ժամանակներ արդեն ամառային կարճաթև շորերը փոխելու երկարաթևի։ Ճուտիկիս պահարաններ դասավորեցի, ամառայինները տարա, դրեցի ուրիշ պահարան, մնաց միայն ձմեռային շորերը։ Վերջնական արդյունքը նկարահանել եմ 1 շաբաթ անց, դրա համար մի քիչ շորերը տեղաշարժված են, սկզբում ավելի իդեալական էր դրած ամեն ինչ։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, ցտեսություն։